Մարզիչները նրան անվանում են մեկ ամբողջ շրջան, մեկ տարվա մեջ նա նվաճեց բոլոր հարգի մեդալները, նրա շնորհիվ հեծանվասպորտի պատմության մեջ առաջին անգամ հնչեց Հայաստանի օրհներգը։ 2014 թվականի օգոստոս Սեուլ աշխարհի երիտասարդական առաջնություն բրոնզ, 2015 թվականի հուլիս Աթենք Եվրոպայի երիտասարդական առաջնություն ոսկի և 2015 թվականի օգոստոս Աստանա աշխարհի երիտասարդական առաջնություն արծաթ։ Ծնունդով Մասիսցի 18-ամյա Էդգար Ստեփանյանն այսօր խոստովանում է, չլիներ մարզիչների ոգևորությունը դժվար թե հասներ նման հաջողությունների։ Լավ էի պատրաստվում պարապմունքներին, փորձում էի անել ամեն ինչ, որ լավ մասնակցեմ թե Եվրոպայի, թե աշխարհի առաջնություններում։ Էդգարը հեծանվասպորտով զբաղվում է 2009 թվականից։ Առաջին քայլերը կատարել է Մասիսի հեծանվասպորտի մարզադպրոցում, մեկ ամիս անց տեղափոխվել Երևանի մարզադպրոց։ Գլխավոր մարզիչ Արմեն Գյոզելյանի խոսքով Էդգարի նվաճումները պրոգրեսիվ են, սկզբում 5-րդ տեղ, այնուհետև 3-րդ, 2-րդ։ Մեկ ամբողջ շրջան մականունն էլ ստացել է բոլոր մրցավազքերում մրցակիցներից նվազագույնը մեկ շրջան առաջ լինելու համար։ Սա մեկ օրվա, մեկ ամսվա աշխատանքով չի, որ այս արդյունքները կա, դա մեծ երկարուձիգ տարիների եւ կարևորը մեծ թիմի, ես դա միշտ ասում եմ, մեծ թիմ եւ մեծ ընտանիք, ճիշտ աշխատանք է կատարվել, համար արդյունքները սպասել չեն տվել։ Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մեր մյուս հեծանվորդը Պավել Ստեփանյանը հաջող հանդես չեկավ։ Մարզչի խոսքով տեխնիկական խնդիրներ կային, սակայն Պավելը չի հուսահատվում, վստահեցնում է, ամեն ինչ անելու է ոսկին Հայաստան բերելու համար։ Այս տարի ես փորձեցի անել ամեն ինչ, որպեսզի նվաճեմ մեդալ, բայց ցավոք սրտի չստացվեց, բայց ես ունեմ դեռ 1 տարի եւ կփորձեմ անել ամեն ինչ դրա համար։ Տղաներին հիմա ժամանակ է պետք, որպեսզի հանգստանան, վերականգնեն ուժերը եւ պատրաստվեն Շվեյցարիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակների եւ Միացյալ Նահանգներում կայանալիք խճուղային հեծանվավազքի աշխարհի մեծահասակների առաջնություններին։ Արման Մալխասյան, Նավետ Տավյան, ժամը լրատվական։